Ուրեմն երևի թե մի քանի խախտումների մասին էլ ես խոսեմ։ Ուրեմն ինչ տեղի ունեցավ Նարեկ Հարթոնյանի, Անի Մնացականյանի եւ Արթուր Գալստյանի նրանց կալանքից ազատելուց հետո։ Ուրեմն վերջիններիս, երբ դատախազը որոշում կայացրեց դեկտեմբերի 13-ից կալանքից ազատելու վերաբերյալ, դրանից հետո մեր պաշտպանյալները չվստահեցին քննիչների եւ քննչական խմբին։ Եվ յուրաքանչյուր դեպքում, յուրաքանչյուր ցուցմունքի կամ առերեսման հրավիրելուց պահանջում էր կոնկրետ դեպքում եւ Նարեկ Հարթոնյանը եւ մյուսները պահանջում էին եւ անվստահություն էին հայտնում քննիչներին, եւ պահանջում են փոխել քննիչներին։ Այսինքն նրանք տեսնելով, որ քննիչը կարող է անհիմն միջնորդություն ներկայացնել դատարան, որևէ հիմք չկցելով այդ միջնորդությանը, նրանք այսուհետ դրանից հետո չվստահեցին քննիչներին եւ հրաժարվեցին ցուցմունքներ տալ միայն այն պատճառաբանությամբ, որ գործը չի վարվում արդար եւ բազմակողմանի եւ անկողմնակալ։ Եվ խնդրեցին ընդամենը քննիչներին փոխել մեկ այլ քննիչով, որը բնականաբար մերժվեց։ Նրանց կողմից Նարեկ Հարթոնյանի կողմից բացառիկ հայտնվեց քննիչներին, որը դատախազի կողմից եւս մերժվեց։ Ես գուցե սա գուցե փոքրիկ էլեմենտ է, գուցե փոքրիկ տար է, բայց այնուամենայնիվ խոսում է թե քննիչի մասնագիտական որակի մասին եւ թե նաեւ նպատակաուղղվածության մասին, թե ինչին էր միտված նրանց գործողությունները։ Հասարակ մի օրինակ բերեմ։ Նարեկ Հարթոնյանի կողմից բողոք է ներկայացվում, ընդ որում դատավարական ժամկետների պահպանմամբ։ Եվ դատախազը, կոնկրետ դեպքում դատախազ Պետրոսյանը, նշում է, որ Նարեկ Հարթոնյանը ստացել է որոշումը փետրվարի 3-ին։ Եվ նաև նշում է, որ Նարեկ Հարթոնյանը ունի 7-օրյա ժամկետ այդ որոշումը բողոքարկելու համար։ Ուստի շարունակում է Նարեկ Հարթոնյանի բողոքարկման վերջի ժամկետը փետրվարի 9-ն է։ Չգիտեմ, չեմ ուզում կասկածեմ, որ դատախազը չէր կարող 3-ին գումարել 7 եւ ստանալ 10։ Եվ չեմ ուզում այլ մեկնաբանություն անել, կարծում մեկնաբանությունները բոլորիդ էլ պարզ է, այս բոլոր գործողությունները ուղղված են միայն ու միայն խոչընդոտելու եւ սահմանափակելու մեր պաշտպանյալների իրավունքները, որոնք որ սահմանված են քրեական դատավարության եւ քրեական օրենսգրքում։ Ես կուզենայի նաեւ անդրադառնալ կոնկրետ դեպքում մեր մեղադրող դատախազի վարքագծին։ Ուրեմն դեկտեմբերի 30-ին, երբ վերաքննիչ քրեական դատարանում մեր կողմից բողոքարկվում էր դերևս կենտրոն դատարանի կողմից միջնորդության բավարարումը, այսինքն որ խոսքը վերաբերում կալանքներին։ Ուրեմն դեկտեմբերի 30-ին դատախազ Պետրոսյանը, Բագրատ Պետրոսյանը խնդրեց դատարանին, միջնորդեց դատարանին հետաձգել դատական նիստը այն պատճառաբանությամբ, որ վերջինս այլ դատական նիստում մասնակցում է այլ դատավարությանը։ Պաշտպանական կողմի հարցադրմանը, թե խնդրում ենք հայտնել դատարանին, թե որ քրեական գործով եւ կոնկրետ որ դատարանում է մասնակցում Պետրոսյանը, նա հրաժարվեց եւ այսպիսի արտահայտություն արեց, որ ես պարտավոր չեմ հաշվետու լինել պաշտպանական կողմին։ Ինչևէ, դատարանը եւս դրան ընթացք չտվեց եւ հետաձգեց դատական նիստը։ Այնուամենայնիվ պաշտպանական կողմը դիմեց դատական դեպարտամենտ։ Կոնկրետ հարցումներ արվեցին ՀՀ տարածքում գործող բոլոր դատարաններին, այդ թվում նաև Երևան քաղաքի բոլոր դատարաններին։ Եվ մի հետաքրքիր իրավիճակ ստացվեց, որ դատախազ Պետրոսյանը որևէ դատական նիստով որևէ դատարանում չէր մասնակցում։ Սա ընդամենը մանյովր էր, սա ընդամենը միտում էր հետաձգել դատական նիստը, թե ինչ պատճառով, ում հետ համաձայնացնելու, ինչ համաձայնեցնելու։ Դա դեռևս իմ կարծիքով կմնա մութ, մինչև չպարզվի իրականում ովքեր են կանգնած այս ամենի հետևում։ Այնուամենայնիվ մենք ունենք դատախազ, որը դատարանում բացահայտ ստում է, հայտնում է, որ նա մասնակցում է այլ դատական նիստի, որից հետո ես ունեմ բոլոր պատասխանները բոլոր դատարաններից, որոնք հայտնում են, որ դատախազ Պետրոսյանը չի մասնակցել որևէ գործի։ Եվ այսքանից հետո մեր մեղադրանքը դատարանում դեռ պիտի շարունակի պաշտպանել նույն դատախազ Բագրատ Պետրոսյանը։ Որը 10-ից հանում է 3 եւ ստանում է 8։ Այո։ Կամ հակառակը 3-ին գումարում է 7, ստանում է 9։ Ես նաև կցանկանայի շարունակել ինչ իմաստով այն թողտվությունը, որ այսօր արկա է մեր գործով,
Փաստորեն, եթե նույն տրամաբանությամբ մենք վերցնենք, եթե մեր պաշտպանյալների վերաբերյալ արկա է մեղադրանք, որն ուղարկվել է դատարան, եւ նույն եթե զուգահեռներով տանենք, մյուս 3 անձանց վերաբերյալ, դրանք են Արտյոմ Մարտիրոսյան, Սևակ Արզարունի եւ Արսեն Արտաշեսյան։ Եվ նրանց վերաբերյալ որևէ քրեական հետապնդում չի իրականացվում, ապա ինչով կբացատրվի Արզարունու Հայաստանի Հանրապետությունից մեկնելը եւ Լիբանանում գտնվելը։ Նույն հաջողությամբ, եթե նույն ժամանակահատվածում իմ պաշտպանյալը առողջական խնդիրներից ելնելով, կոնկրետ Նարեկ Հարթունյանը, առողջական խնդիրներից ելնելով գրավոր դիմում է ներկայացնում եւ խնդրում է թույլատրել մեկնել ԱՄՆ եւ իր հսկող բժշկի հսկողության տակ գտնվել եւ որոշակի բժշկական միջամտություններ պետք է տեղի ունենային Նարեկի հետ կապված։ Ճնշման տատանում ուներ, եթե չեմ սխալվում, եւ Նարեկ այդ մասին կասի լրացուցիչ։ Բոլոր դեպքերում իրավիճակը ինչպիսին է։ Նարեկին արգելում են նույնիսկ իր առողջական վիճակին հետևել, ՀՀ սահմանները լքել, քանի որ վերջինիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Սևակ Արզարունին շատ հանգիստ Լիբանանից հարցազրույցներ է տալիս։ Եվ դա այն անձն է, ում վերաբերյալ ներկայացվել է կոնկրետ դիմում, ներկայացվել է կոնկրետ փաստեր եւ պահանջվում է, որ այդ անձը ենթարկվի քրեական պատասխանատվության։ Նաև մեկ կարևոր հանգամանք, որ այն դիմումը, որը ներկայացվել է քրեական վարույթ իրականացնող մարմնին, դիմումին կից արկա է եղել թվով 63 կից փաստաթղթեր, այսինքն դրանք արդիր էին, որոնք անբաժանելի մաս էին կազմում դիմումին։ Այնուհետև, երբ մեզ տրամադրվել է քրեական գործի նյութերը, մենք հայտնաբերում ենք միայն դիմումը։ Դիմումին կից այդ 63 փաստաթղթերը, նյութերը կարելի ասել ուղղակի ցրիվ տված եւ բաժանած է քրեական գործում։ Եվ այսօր դեռևս մեզ պարզ չէ, թե այդ նյութերից որոնք կան եւ որոնք չկան, որովհետեւ եթե ներկայացվել է իր հավելված անբաժանելի մաս նյութերով, ապա պետք է դառնան ամբողջական եւ դիմումի կից, որը որ չկա։ Այսինքն այնքան խախտումները այնքան շատ են եւ կարծում եմ, որ միայն ու միայն զանգվածային լրատվության միջոցների հետևողական լինելը եւ շարունակ ուշադրության կենտրոնում պահելը այս գործը միայն դա կնպաստի այսօր սույնգործի օբյեկտիվ շարունակության, օբյեկտիվ քննության շարունակությանը։ Մենք միայն ու միայն մեր նպատակը դա է հնարավորինս պահել ուշադրության կենտրոնում եւ հնարավորինս գործի քննությունը շարունակել այսուհետ հրապարակային, քանի որ անցավ այն ժամանակահատվածը, երբ խոսում էինք նախաքննության գաղտնիքի մասին։ Մենք ուղղակի շատ կխնդրենք հնարավորինս ԶԼՄ-ների ակտիվություն եւ աջակցություն, որպեսզի բոլոր խախտումները, այսպես ասած, հանվեն ջրի երես եւ թույլ չտրվի հետագայում նաեւ շարունակել խախտումները։ Իմ մասով այսքանը երևի իմ գործընկերները կշարունակեն։